ապրում եմ Վարդաշեն 6-րդ փողոց, 68 աշենք, բնակարան 429։ Ուրեմն ես պարոն Փանգուխչյանին էլ, երբ որ ինքը եկավ շենք, շատ հստակ ասել եմ, որ շատ հետևողական ենք լինելու բոլոր նիստերին։ 3 ավականու նիստեր մենք նայել ենք 68 աշենքի բնակիչներին նիստը չի գոհացրել, նիստը չէ, կոնկրետ մեր հարցի մասով չի գոհացրել, ոչ մեկ բացառություն չի, բոլորն էլ դժգոհություն ունեն ու հենց հիմա ես խնդրում եմ, թող ինքը իջնի ներքև, մենք գնանք շենք հենց այս պահի դրությամբ, երբ որ անձրևները արդեն սկսվել են։ Ու հիմա պատկերացրեք, մեր շենքում ինչ կաթոցներ կա ու այդ կոյուղաջրերը մյուսը լցվում են տները։ Հիմա մեր խնդրանքը, պահանջը, հորդորը, թող ինքը իջնի ներքև, իրանց նիստը մեզ չի գոհացրել։ Իջնեն հասկանանք հարցին ոնց ենք մենք լուծում տալիս, ինչ տարբերակներով, ինչ եղանակներով, մեզ ինչ են առաջարկելու իրանք ընդհանրապես։ Մեզ իրանց նիստը, էլ եմ ասում, չի գոհացնում, ոչ մեկին ու բոլորը շատ վրդովված են, որ իրանք ասում են հարցին լուծում կտանք, բայց ես ասել եմ, լինելու ենք շատ խիստ հետևողական։ Հիմա այսքանս ստեղ ենք, մյուս շաբաթ է, վաղը մյուս օրը, արդեն 2 շաբթի օրվանից սկսած, եւ այստեղ եւ կառավարություն։ Մի մասը ստեղ կլինի, մի մասը կառավարություն կլինի։ Տեսնենք ոնց են անելու։ Վրանները կխփեն ստեղ ժողովուրդը ու կմնան ստեղ։ Հələ տեսնեմ ինչ են անելու։ Այստեղ ավելի լավ է մնալը, քան ստեղ։ Գոնե այստեղ գիտես որ հա, անձրևը գլխներին չի կաթա ժողովրդի։ Այդ կեղտա կոյուղա ջրերը չի լցվի ոտերներին։ Խնդրանք, պահանջ, հորդոր, էլի եմ ասում, թող իջնեն, մեզ հստակ ինչ որ բաներ ասեն։ Քարոզարշավի Հա, քարոզարշավը կա, տեսանյութերը կան բոլորը, կարող են իրանք էլ բացել նայել, եթե մոռացել են, կարող են իրանք էլ վերհիշել այդ ամեն ինչը, քանի որ տարի արդեն 7-8 ամիս է անցել իրանց տված խոստումից ու ոչ մի նորություն չկա, իրանք երևի ինձ թվում է շունն ու կատուն շատ լավ գիտեն, ու այստեղ բոլորը գիտեն շունն ու կատուն, ասում է ժամանակով կատուն ճոններ, շունն էլ գլխին գդակ չուներ, հիմա իրանք ճոնն են, մենք էլ գդակ չունենք։ Այս 68 աշենքն է գդակ չունի գլխին։ Հիմա եկել ենք, այ լրի շունուկատվի պատմություն է էսի դառել։ Թող իջնեն, ասում եմ, հլա նոր եմ ցրցամ, այսինքն տարի ու կես առաջ դուք ասել եք, հլա նոր պիտի որոշեք կամ ինչ որ որոշում կայացնեք, ոչ։ Տարի ու կես առաջ արդեն պիտի որոշեիք։ Եթե տարի ու կեսում խոսք եք տվել ու մինչև որոշ չեք արել, հլա նոր եք ցրցամ տալիս, չէ, դա արդեն չի լինում։ Հարգելի քաղաքապետարանի բարձր, այդ ինչ է, քաղաքապետ, փոխքաղաքապետ եւ մյուս մնացածները։ 5 տարի առաջ էլ պարոն Փաշինյանն է։ 5 տարի առաջ Մինասյան Հասմիկ, ապրում եմ Վարդաշեն 6-րդ փողոց 68-ի աշենք։ 5 տարի առաջ պարոն Փաշինյանն էլ ասեց, որ բոլոր հանրակացարանները 25 թվին պիտի արդեն չլինի հանրակացարաններ։ Այդ զարմանալի է, որ իրանք նստում են իրենց աթոռին տակ ու չեն մտածում ժողովրդի մասին։ Թող գան քաղաքապետներ, փոխքաղաքապետներ, իրանց ընտանիքներով թող գան, ապրեն, ես տեղ կտամ։ Համենայն դեպս իմ տան մեջ ես տեղ կտամ, թող գան ապրեն։ Թող գան օգտվեն այն զուգարաններից, որոնք օգտվում են, որ զուգարաններից, որ օգտվում են ժողովուրդը։ Թող կան, մեկը լվացքա ուզում անի, մեկը ամանա ուզում լվա, մեկը զուգարանա ուզում մտնի, մեկն է ուզում լողանա, ոնց են անում, ոնց, ամեն օր իրար փորթափել կլինի, ամեն օր իրար, ասում են, բանա, վարչական շրջանների զուգարաններ, թող կան մի հատ այդ զուգարանները նայեն էլի, վարչական շրջանի զուգարանը այնքան կարևոր չի, ինչքան բնակելի շենքի զուգարանն է կարևոր։ Այսինքն ճիշտ հասկացա, բացի որ վատ պայմաններ են անխտար, նաև վեճեր են առաջանում բնակիչների մեջ օգտվելու։ Միանշանակ վեճը առաջանալու է, որովհետև եթե դուք ուզում եք լողանալ, ես էլ ուզում եմ աման լվանամ կամ ես էլ ուզում եմ զուգարանից օգտվեմ, 1000 ներողություն իհարկե արտահայտությանս համար, մարդը բնական պահանջ ունի, դա բոլորին է։ Դա բոլորի համար է։ Ու ասենք այդ մարդը զուգարան նստած այն մեկը չի կարա գնա աման լվանա կամ մի հատ ջուր վերցնի, որ տանի սուրճ խմի։
12 Ահա։ ամեն հարկու 12-13 բնակիչ էր օգտվում մի զուգարանում։ Փամփուկչյանը եկավ իրեն անզեն աչքով նայեց ու իր էջում էլ գցելա, որ քարերը, շենքի քարերը թափվում են։ Ու այդ վիճակում ոչ մի արձագանք չեն տալիս։ Մենք ամեն օր գալու ենք, ամեն օր անհանգստացնելու ենք, որ մի բան մտածեն։ Սպասում ենք, որ 5 օրը տեսենք ինչա լինում, դե հիմա ամեն օր գալու ենք, համ ստեղ, համ էլ համապատասխան տեղ։ Կառավարության նիստ կա, հույս ունենք, որ կառավարության նիստի ընթացքում նորից մեր հարցը թող բարձրաձայնեն, չգիտենք կբարձրաձայնեն թե չէ, նայել ենք շատ ակտիվ հետևում ու հետևողական ենք։ Ու բոլորն են դա անում։ Մենակ ինձանով չի, մյուսով չի, ամբողջ շենքը դա հետևում է։ Հետևողական է ու շատ խիստ։ Հիմա ես էլ եմ ասում, 2 օրվանից սկսած շենքի մի մասը ստեղ կլինի, մի մասը կլինի կառավարության դիմաց։ Վրանները կխփեն, ստեղ կմնան։ Վրանները կխփեն, ստեղ կմնան։ Չեմ ասում փողոց կփակենք, չէ։ Այն մյուս վարորդը մեղավոր չի, աշխատանքի գնացողը մեղավոր չի, որ մեր հարցը չեն կարում իրանք լուծեն։ Վրանները խփելու ենք, ստեղ մնան։